Ապրիլի 13-ին ժամը 10-ին արևելյան ժամանակով Միացյալ Նահանգները կշրջափակի Իրանի նավահանգիստներ մտնող կամ դուրս եկող նավերը, քիչ առաջ սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ վերջինս մանրամասնել էր, որ ինքը հայտարարել էր Իրանը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը, բայց գիտակցաբար չի արել դա։ ԱՄՆ նախագահը խոսելով Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղի ունեցած բանակցությունների մասին հայտարարել է Իրանի հետ հանդիպումը սկսել է վաղ առավոտյան ու տևել ամբողջ գիշեր մոտ 20 ժամ։ Ես կարող էի մանրամասնել ու խոսել ձեռք բերվածի մասին, բայց միայն մեկ բան կա կարևոր՝ Իրանը չի պատրաստվում հրաժարվել իր միջուկային նպատակներից։ Նրանք շատ անզիջող էին ամենակարևոր հարցի շուրջ և ինչպես ես միշտ ասել եմ սկզբից և շատ տարիներ առաջ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա, նշել է Թրամփը։ Իրանական կողմը արձագանքել է ԱՄՆ նախագահ Թրամփի հնչեցրած սպառնալիքներին։ Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբի խոսնակը նշել է, որ Պարսից և Օմանի ծոցերում անվտանգության ապահովումը կոլեկտիվ գործ է, հայտարարելով, որ նման անվտանգությունը պետք է վերաբերի բոլորին կամ ոչ մեկին։ Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբի խոսնակը հավելել է, որ Իրանի ջրերում ծովային անվտանգության պաշտպանությունը կշարունակվի վճռականորեն և վերահաստատել է, որ թշնամու ուժերին կապված նավերին թույլատրված չէ անցնել Հորմուզի նեղուցով։ Հայտարարության համաձայն այլ նավերը կարող են շարունակել տարանցումը նեղուցով, եթե համապատասխանեն Իրանի զինված ուժերի կողմից սահմանված կանոնակարգերին։ Իսլամաբադում տեղի ունեցած բանակցությունների մասին խոսել է նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ով հայտարարել է, որ Իսլամաբադում անցկացված բանակցությունները տապալվել են ոչ բավարար պատրաստվածության պատճառով։ Ես զարմացած չէի Իսլամաբադի բանակցությունները կասեցնելու որոշումից, սկզբից ես այն տպավորությունը չունեի, որ դրանք իսկապես լավ են կազմակերպված։ Իրանի պատերազմը մեր իսկ երկրում առկա խնդիրների իրական պատճառն է։ Նրա խոսքով Իրանում պատերազմը արդեն ազդում է նաև Գերմանիայի վրա և դրա հետևանքները կզգացվեն երկար ժամանակ, ծանրաբեռնելով տնտեսությունն ու բնակչությունը։ Մեծ Բրիտանիան էլ այս ֆոնին հայտարարել է, որ չի մասնակցի Հորմուզի նեղուցի նկատմամբ ԱՄՆ-ի առաջարկած ծովային շրջափակմանը։ Այս որոշումը կարծես թե նոր լարվածություն է ստեղծում Դոնալդ Թրամփի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հարաբերություններում՝ կապված Իրանի դեմ ընթացող պատերազմի հետ։ Իսկ դե ձախողված բանակցությունների տնտեսական հետևանքները վատագույնն են, որը չի կարող չազդել համաշխարհային տնտեսության վրա։ Իրանի հետ հակամարտության սկսվելուց ի վեր ԵՄ-ի էներգակիրների ներմուծման հաշիվները աճել են 22 միլիարդ եվրոյով։ Հորմուզի նեղուցի շրջափակումը լուրջ տնտեսական վնաս է հասցնում, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Իրանը ևս գիտակցում է, որ տնտեսական ծանր հետևանքները միակ ճնշող միջոցն են լինելու ԱՄՆ-ի հետ վարվող բանակցություններում։ Ուստի Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախկին նախարար Մեհրդադ Բազրփաշը հայտարարել է, որ ԱՄՆ-ի համար առաջ շարժվելու միակ ճանապարհը Իրանի հետ գործարքի կնքումն է։ Շաբաթ օրը նա X-ի իր սոցիալական ցանցի էջում հրապարակել է համաշխարհային շուկայում նավթի գների աճի լուսանկար ու դրանքից գրել. «Նավթի գների բարձրացումը և ֆոնդային որսայանկումը հետևանք են համաձայնության հասնելու հարցում ԱՄՆ-ի ձախողման։ Իրանցի ժողովրդի հետ հետագա ցանկացած անհամաձայնություն թանկ կնստի ամերիկացի ժողովրդի վրա»։ Նա հավելել է, որ Իրանի հետ համաձայնագիրը Ամերիկայի համար առաջ շարժվելու միակ ճանապարհն է։ Քնարիկ Սահակյան, Պանորամա է։